հարգելի զինակիցներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ, անկեղծ ասած, ես բավականին ոգևորված եմ այն մթնոլորտով, որ այսօր տիրում է այս դահլիճում։ Հնչած ելույթները ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ այն համախմբումը, այն կոնսոլիդացիան, որի մասին մենք խոսում ենք, այնքան էլ երազանքային բան չի եւ բավականին իրատեսական է։ Հատուկ ոգևորության առիթ է նաև այն հանգամանքը, որ այդ մթնոլորտը ձևավորվում է այս պատմական դահլիճում, որտեղ իսկապես 1990 թվականին հռչակվեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Հիմա դիմեմ զինակիցներին։ Սիրելի զինակիցներ, նախ ցանկանում եմ ասել, որ հպարտ եմ այն հանգամանքի համար, որ Հայ ազգային կոնգրեսի վարչության, Հանրապետական խորհրդի կողմից մեր թույլ տվեք ասել լեգենդար կուսակցության բոլոր սկզբնական կազմակերպությունների միաձայն աջակցությամբ ընտրվել եմ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Սա առաջին հավաքական հանդիպումն է այդ որոշման ընդունումից հետո, եւ ես չեմ կարող չօգտվել այս առիթից բոլորիդ իմ երախտագիտությունը հայտնելու վստահության այն հսկայական աշխարհի համար, որ դուք ինձ շնորհեցիք, վստահելով այս ընտրություններում կոնգրեսին մեր հանրությանը ներկայացնելու պատիվը։ Ողջունում եմ այս դահլիճում հավաքված գաղափարական զինակիցներից, որոնց հետ պայքարի մի քանի տասնյակ տարիների ճանապարհ եմ անցել, որոնց կյանքի գլխավոր առաքելությունը դարձել է մշտապես լինել ճշմարտության կողմը, լինել ազգային շահի պաշտպանության կողմը։ Անկախ նրանից, թե ինչ ենք ստացել այդ սկզբունքներին հավատարիմ լինելու համար, հաղթանակի բերկրանք, հպարտություն մեր պետականաստեղծ հաջողված գործերի կամ նվաճված ժողովրդավարական ազատությունների համար, թե անեծք, հալածանքներ, ոստիկանական մահակների հարվածներ, ազատազրկում, առողջության եւ շատ դեպքերում նաեւ կյանքի կորուստ։ Հիմա շրջվում եմ ետ, նայելով մեր երիտասարդների վրա, որոնք նույն գաղափարական արժեքների մղումով մշտապես գալիս են դեպի մեր շարքերը եւ հույս ունեմ, որ նրանք սարսափահար չեղան այսին վերջին խոսքերից։ Վստահ եմ, որ ոչ, որովհետև չկա ավելի մեծ բերկրանք, քան ճշմարտության եւ արդարության, առաքելության մեջ ապրելը։ Բայց ինչ է կատարվում այսօր մեր երկրում։ Հիմա խոսենք մեր ընդհանուր գործերի մասին։ Այսօր մեր երկիրը գտնվում է անարդարների, անառակների եւ խաբեբաների ձեռքում։ Երկրի վարչապետը, որը ինքնասիրահարված տմարդի արկածախնդրությամբ մերժելով Մինսկի խմբի 2019 թվականի հայանպաստ խաղաղության առաջարկը երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը, հայոց պատմության ամենախայտառակ եւ նվաստացուցիչ պարտությունը հանդգնում է ներկայացնել որպես ինքնիշխանության պահպանման մեծագույն հաղթանակ։ Պետությունը Ադրբեջանի նվաստ կամակատարի աստիճանի իջեցրած այս ողորմելին խոսում է անկախության աննախադեպ աստիճանի մասին։ Զանգերուզուրյան միջանցքի հանձնումը մատուցվում է որպես ինքնիշխանության տրիումֆ։ Սահմանադրության խախտումները, շինծու գործերով քաղաքական հակառակորդների հալածանքները ներկայացվում են որպես պայքար եկեղեցու պղծության եւ ԿԳԲ-ի գործակալների դեմ։ Այս օրելյան պրոպագանդան զուգորդվում է էժանագին
եւ անճաշակ քարոզչությամբ, դատարկ սրտիկների կլոունադայով, անճաշակ խրուշովատիպ գլխարկներով եւ հանդերձանքներով, անսլուխ եւ անտաղանդ վարչաբենդությամբ, փնթի, անճաշակ, անկիրթ ծաղրածուն, անմեկնելի մեծամտությամբ մեր ժողովրդին դաստիարակության եւ կրթության դասեր է տալիս։ Սահմանադրության օրենքների ահավոր կոպտագույն խախտումներով հալածանքներ են տեղի ունենում մեր հոգեվարականների դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Փաշինյանը իրան հռչակել է ըստ էության դիկտատոր, նա որոշել է, որ այլևս պետությունը ինքն է, օգտագործում է մեր սահմանադրությունը, որը ինստիտուցիոնալ անձնիշխանության էլեմենտներ է պարունակում իր անձնիշխան դիկտատուրայի հաստատման համար։